Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես, Լուսի Քոչարյանը, եւ նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ տեսնել եւ դիտել, միացեք մեզ այս կայքում, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են կրկին այստեղ, ես առողջ եմ բաժնում, եթե ուղիղ եթերը բաց թողնեք, հնարավորություն կա տեսաձայնագրության տարբերակով լրացնել եւ իհարկե բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են ապրել Facebook-յան հարթակում, կարող եք միանալ մեր Facebook-յան էջին հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո եւ այստեղ մեզ էլի կկարողանաք դիտել, լսել live stream-ի տարբերակով։ Իդեպ մեկնաբանությունները բաց են, կարող եք այստեղ էլ հարցեր, դիտարկումներ թողնել, ես հետևում եմ հետաքրքիրները, կարևորները կուղեմ մեր այսօրվա հյուրին, նաեւ ինձ անձնական նամակով հարցեր ուղեք, սա այն բոլոր հետևորդների համար, ովքեր երբեմն ամաչում կամ խուսափում են public կոչված հանրային միջավայրում հարցն ուղղել եւ շատ հաճախ նամակով են գրում, այնպես որ ձեզ տեսնեմ, սպասում եմ։ Այսօր զրուցելու ենք բժիշկ էնդոկրինոլոգ Անուշ Հարությունյանի հետ, ողջույն բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն թեման առաջարկելու համար, մեր խորագիրն այսօրվա այսպես ինքնաբուժությունը, ինքնագործունեությունը եւ տնական մեթոդները ճակերտով էնդոկրինոլոգիայի ոլորտում հորմոնալ խնդիրների դեպքում մենք հիմնականում սա ենք քննարկելու, բայց ես կուզեի որպես նախաբան մենք դիտարկեինք, թե որ գանգատների, որ ինչ որ անհանգստացնող նախանշանների դեպքում են սովորաբար ձեզ դիմում եւ երբ է պետք դիմել, որ միգուցե չեն դիմում, բայց անհրաժեշտ է։ Նախ խոսքս սկսեմ ձեր հարցի առաջին բաժնից, ինչ վերաբերվում է ինքնաբուժությանը, իսկ կարծում եմ ոչ միայն ես, այլ նաև որոշ այլ դիսցիպլինաների բժիշկներ եւս կփաստեն, որ ինքնաբուժության հետ գրեթե բախվում ենք բոլորս, ու դա վերաբերում է ոչ միայն իմիջիայլոց ինքնաբուժության, այլ նաև լրիվ հակառակ պատկերներ ունենք, երբ որ ֆոբիաներ են ձևավորվում եւ տարբեր սահմանափակումներ։ Ինչ վերաբերվում է տարբեր կլինիկական գանգատներին, որոնք ի հայտ են գալիս էնդոկրին պաթոլոգիաների ժամանակ, դրանք բազմապիսին են, բազմաթիվ դիմակներ ունեն եւ շատ հաճախ մենք որպես շատ նեղ մասնագետ մեզ նույնպես շատ դժվարանում է կոնկրետ ախտորոշում դնելը, որովհետեւ հաճախ մենք հանդիպում ենք ոչ սպეციფიկ գանգատների հետ։ Իսկ ինչ է նշանակում ոչ սպეციფიկ գանգատներ, երբ պացիենտը ձեզ ներկայացնում է NPC գանգատ, որը կարելի է վերագրել շատ տարբեր այլ հիվանդությունների եւ պարտադիր չի, որ հիմքում լինեն հենց էնդոկրին խանգարումները։ Այսպես ասած մասկիրովկի հիվանդության այդ մասկիրովկաները։ Եվ այդ դեպքում բնականաբար արդեն նեղ մասնագետը ավելի մանրամասն հետազոտության ժամանակ կգտնի համոզված եմ այն թիրախային կետերը, որոնց վրա արդեն կֆիքսվի ու ավելի կհեշտանա մեր ախտորոշումը։ Ու այսպեսին օրինակ ասեմ, շատ տարածված խնդիրներով երբեմն դիմում են, հիմա նույնիսկ կարելի է ասել դարի հիվանդություն է դարձել, գրեթե այդպիսի պացիենտ չկա, որ չդիմի ընդհանուր թուլությամբ, գանգատվում են էներգիայի պակասից, արդեն արթնանում եմ, ուժ չունեմ, ցանկություն չունեմ, պսիխոէմոցիոնալ շատ ճնշված իրավիճակ, մազաթափություն, մաշկի չորություններ, քաշի ավելացում, իհարկե, քաշի ավելացում, քնի խանգարումներ եւ այլն։ Այս տիրույթում տարբերակել ու կոնկրետ ֆիքսվել ինչ-որ մի կլինիկական գանգատի վրա բավականին բարդ է։ Այստեղ արդեն օգնության են գալիս տարբերակիչ ախտորոշման մեր մեթոդները, որ կոնկրետացնելով արդեն հեշտանում ավելի ախտորոշում դնելը։ Փաստորեն նույնիսկ ընդհանուր թուլության կամ քնկոտության, էներգիա չունենալու դեպքում առաջին կասկածն ընկնում է հենց էնդոկրին համակարգի վրա։ Սա արդարացված է, ինչ եք կարծում։ Արդյոք իսկապես այնքան հաճախ է խնդիրը կապված էնդոկրին համակարգի հետ, որքան մարդիկ կարծում են, որքան այդ տեղեկությունը պատտվում է եւ շատ շահարկվում է։ Դա կապ ունի իրողության հետ, թե չափազանցված է։ Այդքան էլ չէ, ես կասեմ այդքան էլ չէ, որովհետեւ ամենահաճախ հանդիպող խնդիրը, որ պացիենտն արդեն լսելով կողքից մոտավորապես ինֆորմացված գալիս է, ինքը միշտ ասում է, ես արդեն վահանաձև գեղձը ստուգել եմ ու ես գիտեմ, որ իմ խնդիրը իրանից չի։
այսինքն այնքան պոպուլյար է դարձել, որ մեր խնդիրը կարա լինի ամենաառաջինը, հա, Վահանա ձեր կեղծի հատկապես թեր ֆունկցիայի պարագայում, երբ որ ինքը արդեն բացառել է ու մնացած խնդիրներով նոր որոշել է, որ դիմի նեղ մասնագետի, բայց այդ նույն կլինիկական գանգատը մենք հաճախ ունենում ենք անքնության պարագայում, երբ որ երկար խոսում զրուցում ես պացիենտի հետ ու գիտես, որ ինքը Եվրոպայում այսպիսի արդեն շատ նոր մոդայիկ դիագնոզ կա, կոչվում է burnout, հա, այսինքն իրանք ամբողջ օրը սպառված են, հուզական այրում, հուզական սպառվածություն, հուզական սպառվածություն, ապրում են միայն աշխատավայրում, ժամանակ չունեն երկրորդային այլ հաճույքների վայելքների համար, հա, աշխատանքից տուն, տնից աշխատանք, ու այդպես քուննել է խանգարվում ու այդ ընթացքում վերականգնվելու ժամանակ ուշ էներգիա չկա, բայց այդ նույնը մենք նաև կարող ենք հանդիպել, օրինակ անեմիաների ժամանակ, սակավարյունության մասին ենք մենք խոսում, հա, էլ եմ ասում, միջև տարբերակի ախտորոշում չարվի, կոնկրետ դիագնոզի մասին խոսել այդպես բանավոր հնարավոր չի։ Բժիշկ, այստեղ հետաքրքրում է ինչպես է անցնում ձեր խորհրդատվությունը առաջնային, երբ մարդն եկել է այդ տարբեր գանգատներով եւ դուք նրան հարցեր եք տալիս դեռևս անալիզների ու գործիքային հետազոտությունների չհասած, լինում է, որ անսպասելի եւ բուժառուի համար տարօրինակ հարցեր տակ, որոնք ձեզ համար կարեւոր են, բայց բուժառուն ասում է, բայց ինչ կապ ունի դա։ Մի փոքր պատմեք, թե խորհրդատվությունը ձեր սենյակում ինչպես է անցնում, ինչպես է ընթանում։ Եթե ավելի կոնկրետ խոսեմ հենց իմ մասին, հա, ոչ թե ընդհանրացնեմ բժշկական ոլորտի, երևի այդպես ստացվել է իմ աշխատանքի բնույթը, ես այդպես ի սկզբանե ստեղծել եմ իմ աշխատանքի ձևը, որ ես ամեն պացիենտի հետ զրուցում եմ բավականին երկար եւ գտնում եմ, որ ախտորոշման 50%-ից ավելին դա անամնեզ ճիշտ անամնեզ հավաքելն է։ Բավականին երկար եմ զրուցում, ինչի եմ ասում, ժամկետը, երկարությունը որն է։ Միջինը 30 րոպե, իսկ եթե օրինակ խոսքը վերաբերվում է շաքարային դիաբետին, երբ որ պիտի պատմես սննդակարգ բարդություններ, ճարպակալում եւ այլն, կոնսուլտացիան կարող է տևել մինչեւ 1.5 ժամ։ Ինչի շեշտեցի, մոտ այդպես ստացվել է, ես նախապես հոգացել եմ այդ ամենի մասին, ստեղծել իմ աշխատանքային պայմաններ այնպիսին, որ ես ամեն պացիենտին հատկացնեմ բավականին երկար ժամանակ, որ մեկը մյուսին չսպասի եւ ես հանգիստ աշխատեմ եւ պացիենտը բոլոր հարցերի պատասխանը ստացած գնա, ոչ թե ասենք հարցերի դեպքում գնում են փորփրում են ինտերնետը, հետո շատ ավելի խճճված գալիս են, ավելի երկար է տևում այդ հարցերի պատասխանը, իհարկե ավելի լավ է, շատ հաճախ նույնիսկ ասում եմ, երբ որ զանգում են, միշտ նախապես հարցնում եմ, ինչ խնդիր է ձեզ մոտ, գրեք հարցերը, գրած պատրաստ եկեք, որպեսզի տեղում մենք միասին բոլոր հարցերը քննարկենք։ Դուք նշեցիք, որ մոտ 50, նույնիսկ 50%-ից ավելին արդեն ձեզ համար բարձրորոշվում է հենց հարցազրույցի, եթե կարելի այդպես անվանել, անամնեզի հավաքագրման ժամանակ, իսկ հետո ինչ գործիքակազմի եք դիմում, մարդիկ շատ լսում են, որ եթե ընկար էնդոկրինոլոգի սենյակ, քեզ սպասվում են տասնյակ հորմոնների ստուգումներ եւ հայտնի է, որ հորմոնների անալիզ կոչվածները ամենաթանկն են բոլոր մնացածի մեջ, ասենք արյան ստուգում կամ այնզի անալիզ եւ այլն, ու հաճախ սա պատճառ է լինում, որ մարդիկ չդիմեն, խուսափեն, այն ամենադանակը ոսկորին հասած դեպքում, երբ մնացած բժիշկներն ասում են ձեզ պետք է էնդոկրինոլոգ, խնդրում եմ գնացեք այնտեղ։ Արդյոք ճիշտ է, որ դուք էնդոկրինոլոգներդ այդպես շատ անալիզներ եք հանձնել տալիս, ավելի ճիշտ։ Ես չեմ ժխտի, որ չկա այդպիսի բան, այո կա, ցավոք կա, եւ այսօր ինչու՞ չէ, նաեւ պացիենտների համար, երբ պացիենտների հետ աշխատելիս մտածում ենք նաեւ նրանց ֆինանսական կողմի մասին, որովհետեւ ավելորդ հետազոտությունների փոխարեն կարելի է անել շատ ավելի կարևոր մեկ-երկու հետազոտություն, բայց հետ կամ իմ խոսքի առաջին մասին, որ երբ ես ասեցի, որ մենք ունենք սպეციფიկ եւ ոչ սպეციფიկ գանգատներ, հաճախ երբ որ նույնիսկ նեղ մասնագետը շատ հնարավոր է, շատ երկար տանջվելուց հետո չի ստացվում գտնել այդ կոճակը որտեղ է թաքնված, մեկ-մեկ իհարկե մենք էլ ենք դիմում տարբերակի ախտորոշման այլ մեթոդների,
ինչու՞ չէ նաև ռադիոլոգիական հետազոտությունների գտնելու համար վերջապես այդ գանգատը, հա, բայց շատ հաճախ չէ, չեմ ասի շատ հաճախ, երբեմն երբ դիմում են խնդիրներով, որոնք ունեն շատ ակնառու կլինիկական պատկեր, ստացվում է, որ արդեն դուրը թակելիս ես այսպես նայում եմ, արդեն 99%-ով ախտորոշումը գիտեմ, մեկ հարցում, ասում եմ, ձեզ մոտ այսպիսի ախտորոշում են դրել, ասում եմ, ոնց իմացաք, ասեմ, գիտեք, ձեր դեմքից արդեն երևում է։ Դրանք արդեն սպეციფიկ գանգատներ են, դա արդեն բավականին օգնում է կրճատել հետազոտությունների թիվը։ Դա կլինի թե լաբորատոր հետազոտություններ, թե դիագնոստիկ հետազոտություններ։ Մի խոսքով Ճիշտ է, որ երբեմն առաջին անգամից որոշ հորմոնների անալիզներ հանձնելիս դրանք ճիշտ պատասխաններ չեն ստանում եւ պետք է կրկնել որոշ ժամանակ անց, այսպիսի ցույց ինֆորմացիա կա, որ պատտվում է ու դրանից էլ մարդիկ շատ հաճախ հուսահատվում են, որ ես քանի անգամ պետք է հանձնեմ այդ հորմոնը, որ ճիշտ պատասխան ունենա։ Այո, իհարկե, միանշանակ ու դա պարտադիր չի, որ լինի լաբորատոր սխալ, որովհետև ամբողջ աշխարհում կա տոկոսային որոշակի հարաբերություններ, լաբորատորիաների մեջ կարող է լինի տարբերություն, դա նույնպես նորմա է համարվում։ Բայց մենք ունենք մեր ներքին խոհանոցի օրենքները, այսպես ասած, էնդոկրինոլոգիայում, այո, որ գիտենք, որ կան իրոք անալիզներ, որ մեկ անգամյա հանձնելու վրա մենք չենք կարող հիմնվել։ Օրինակ, պրիմիտիվ հետազոտություն ասեմ, գլյուկոզի հետազոտությունը արյան մեջ հատկապես, երբ որ մենք գործ ենք ունենում սահմանային թվերի հետ, այսինքն դա ոչ շաքարային դիաբետ է, ոչ էլ շաքարային դիաբետ չէ, այսինքն սահմանային ինչ-որ մի թիվ է, երբ որ պիտի բժիշկը նույնպես համոզվի, ինչի հետ ինքը գործ ունի։ Ու կա ընդունված այսպիսի օրենք, որ մեկ անգամ խոսքը ել եմ կրկնում սահմանային թվերի մասին, հա, մեկ անգամ գլյուկոզի հետազոտությունը չի հանդիսանում հիմք պացիենտին, հա, շաքարային դիաբետ դնելու կամ հերքելու։ Մենք խորհուրդ ենք տալիս մի որոշ ժամանակ հետո ճիշտ պայմանները հետևելու պարագայում նորից վերահանձնել գլյուկոզի հետազոտությունը, հետո արդեն մենք ինքներս կկողմնորոշվենք, արդյոք կա այդ ախտորոշումը, թե չէ։ Երկրորդ օրինակը հաճախ շատ հանդիպող հանձնում են վահանաձև գեղձի թիրոտրոպ հորմոնը, հա, ու երբ որ տեսնում ենք այնտեղ էլ ունենք ռեֆերենսների հետ խաբուսիկ սահմաններ, դե այդ արդեն գիտեք անմիջական կապի մեջ է բժշկի վերապատրաստման աստիճանից, փորձառությունից, իհարկե, հա, եթե մենք գիտենք օրինակ TSH-ի ռեֆերենսները 0.2-ից 4-ն են, ու եթե դուք ստանում եք օրինակ 4.5 կամ 5, բացառություն են կազմում հղիները, հա, որ դիմաց պահից մի անգամից նշանակվում է թերապիան, փոխարինող թերապիան, մնացած բոլոր պարագաներում հիմնականում, եթե ենթակլինիկական տիպերի հետ մենք գործ ունենք, մենք չենք շտապում։ Ես վերահանձնել եմ տալիս պացիենտին 2-3 ամիս հետո ու շատ հնարավոր է, որ դուք ստանաք բացարձակ այլ պատասխան։ Այսինքն կամ զարգանա մանիֆեստացիոն հիպոթիրոզ կամ ընդհակառակը լրիվ նորմալանա հորմոնը ու դուք համոզվեք, որ իրոք պետք չէ շտապել, այստեղ մենք պաթոլոգիայի հետ գործ չունենք։ Կորտիզոլի հետ կապված թեմաներ, որ հիմա շատ նորաձև են։ Ես չգիտեմ բարձր է արդյոք կորտիզոլը։ Երևի ամեն երկրորդ պացիենտ, որ արդեն գալիս է անալիզների հետազոտություններով թղթերի վրա, տեսնում եմ ամեն երկրորդ պացիենտի մոտ 99% դեպքերում անհիմատ կորտիզոլի հետազոտություններն են։ Եվ երբ ես հարցնում եմ, ասում եմ եկեք հերթով անդրադառնանք ձեր անալիզներին, հատ-հատ քննարկենք, հա, ինչի համար է նշանակվել այս հետազոտությունը, իսկ սա, իսկ մյուսը, ոչ մեկ ոչ մի պատասխան չունի տալու։ Իրենք իրենց ցանկությամբ չեն, բայց գնում հանձնում, որովհետև մենք հորմոնալ հետազոտությունները շփվում։ Բան չասեցի, բայց հորմոնալ հետազոտությունները կարծում եմ այն հետազոտությունները չեն, բացի շաբլոն 1-2 հետազոտություններից, որ պացիենտը ինքնուրույն այնքան ինֆորմացիա ունենա ու գրագետ ինֆորմացիա, որ ինքը ինքնուրույն որոշի գնա հանձնել իրեն այս կամ այն անալիզները։ Ուղղակի հիմա մեր գործը բավականին նկատի ունեմ արդեն գիտահեն բժշկության մասին եմ խոսում, նեղ մասնագետների մասին եմ խոսում, մեր գործը երկակի եռակի անգամ բարդացել է, որովհետև այդ
ես միշտ իրանց ասում եմ Instagram-ային բժշկությունը Համացանցային նույնիսկ տարբեր, համացանցային, ինչ ասես կա։ այնքան խառնվել է մեր առօրյայի հետ, որ երբեմն մենք արդարանում ենք պացիենտների մոտ, ինչու դա այդպես չի ու դա իրականությանը չի համապատասխանում, իսկ իրանց պատասխանը այնքան աբսուրդային է, բայց գիտեք, այդ բժիշկը մի քանի միլիոն հետևորդ ունի, ոնց կարա ինքը այդպիսի բան ասի։ Ես պացիենտներին էլ չեմ մեղադրում, որովհետև ոչ բոլորը ունեն բժշկական կրթություն։ Ինչ անեն։ Այդ տեքստը, այդ մատուցման ձևը այնքան համոզիչ կարա լինի, որ ինձ շատ երկար ժամանակ պահանջվի, որ ես իմ պացիենտին համոզեմ, որ այս ամբողջ ցանկը կարելի է կրճատել ձեր հետազոտությունների, որովհետև այս անալիզը շատ օբյեկտիվ է։ Ես ձեզ տեսնում եմ եւ հասկանում եմ, որ ձեզ պետք չէր անել հոմա ինդեքս, որովհետեւ դա տեսանելի ախտորոշում է։ Դուք ունեք ավել քաշ եւ ճարպակալում, այդ անալիզը կարող էր ընդհանրապես մեջտեղից դուրս գալ, դա պետք չէր անել։ Եվ այլն, ու այսպես մի շարք հետազոտություններ կարող եմ թվարկել, դրա համար եմ ասում, կարելի է իրանց կրճատել, դիմելով նեղ մասնագետի, թող մասնագետը որոշի ամեն պացիենտին համապատասխան իր ստատուսի, հա, ինչ հետազոտություններ են պետք անցնել։ Որը օրգան համակարգերն են ամենաշատը տուժում եւ ամենահաճախ տուժում հորմոնների, ցուցանիշների տատանումներից կամ դիսֆունկցիաներից եւ գանգատներից, կարող եք նշել օրինակ 2-ը կամ 3-ը, որ այսպես թիրախի տակ են։ Գիտեք, էլի երևի որպես կլինիցիստ նեղ մասնագետ եմ ասում, երևի չկա մի այդպիսի անկեղծ օրգան համակարգ, որ հորմոնը դեր չունենա։ Չկա այդպիսի Մազերից մաշկից մինչև այո, ներքին իրենց օրգաններ։ կայացման եւ ֆունկցիոնալ առողջ մնալու մեջ հորմոնալ ֆոնը շատ լուրջ դեր ունի։ Մենք չենք խոսում պաթոլոգիաների մասին, ֆիզիոլոգիական նորմաների մասին եմ խոսում, հա, բայց հաճախ դիմելության մասին եթե խոսենք, ամենահաճախը դիմում են վահանաձև գեղձի խնդիրներով, Դա թիվ 1, հա, թիվ 1-ը, Այն էլ Հայաստանում։ երկրորդը մենստրուալ ցիկլի խանգարումներն են, երրորդ տեղում ճարպակալումը եւ շաքարային դիաբետը, ու ես անկեղծ ասած շատ ուրախ եմ, որ հիմա ճարպակալումը սկսել է մարդկանց հետ դուր չգալ ու սկսել են մարդիկ բավականին լուրջ վերաբերվել այդ խնդրին ու լուրջ Որպես վերաբերվել ոչ հիվանդության։ միայն այո էսթետիկ խնդիր, այլ հենց որպես հիվանդություն, որովհետև ինքը այո քրոնիկ հիվանդություն է, որը ոչ մի լավ կերպով չի կարող անդրադառնալ մնացած օրգան համակարգերի վրա։ Այո, ամեն ինչ վտանգի տակ է դնում, ռիսկի տակ է դնում։ Միանշանակ։ Եվ իսկապես այսօր երևի թե չեմ ճանաչում գրագետ բժիշկ դիետոլոգ սննդաբան, ով չի համագործակցում էնդոկրինոլոգի հետ, անպայման այսպես թիմային աշխատանքում լինում է, կամ բժիշկ գինեկոլոգ, ով էլի չի հղում, չի ուղղորդում էնդոկրինոլոգի մոտ, որպեսզի ճշտումներ կատարվեն եւ այլ, նույնիսկ մաշկաբանները, հոգեբանները, իսկապես հիմա էլ մասնագետ չի մնացել, բոլորս ընկալել ենք, Այո։ որ էնդոկրին խնդիրները մազերից, մաշկից մինչև ներքին լուրջ օրգան համակարգեր կարող են ազդել, ախտահարել, Այո։ բերել խնդիրների։ Եկեք արդեն խոսենք այն ինքնագործունեությունից, որը Հայաստանում ցավոք սրտի շարունակում է տարածված մնալ, մարդիկ ինչ որ մեկին լսելով, ինչ որ մեթոդ են կիրառում, գնում են, տազաբուժության, հա, տարբեր բուժությունների, այո, տարբեր բուժությունների եւ փորձում իրենց հորմոնալ ֆոնը կարգի բերել։ Ես հիշում եմ հարցազրույցից առաջ մեր փոքրիկ զրույցի ընթացքում դուք ասացիք, որ հատկապես էնդոկրինոլոգիայի դեպքում շատ վտանգավոր են այդ տնական մեթոդները։ Կարող եք այստեղի ամենաբարձր ռիսկերը նշել, այ ինչու եք դուք գտնում, որ հենց հորմոնալ ֆոնի համար շատ վտանգավոր է այն։ Որովհետև հորմոն մի հատ էսպիսի ժողովրդի մեջ տարածված արտահայտություն կա, չի ասում են հորմոնների հետ խաղալ չի կարելի։ Շատ վտանգավոր է, իրենք դա ասում են, բայց Եվ իրենք խաղ են լրիվ, անում, այո, լրիվ հակառակ բաներն են անում։ Ու մենք այսօր բախվում ենք երկու իրականության հետ։ Մենք ունենում ենք սենց տարված ինքնաբուժություն
եւ ունենում ենք հակառակը ֆոբիաներ ու սահմանափակումներ ենք ունենում։ Օրինակներից ես ամենաթարմ երկու օրինակը ձեզ բերեմ։ Օրինակներից մեկը 1-2 օր առաջ զանգում է իմ ինձ մոտ տարիներ հետևող պացիենտը, որը ունի շաքարային դիաբետ, կինը, եւ ասում է, որ գիտեք, քանի որ ես ունեմ շաքարային դիաբետ եւ ունեմ գլյուկոմետր, տան պայմաններում ամուսնուս նույնպես ուղակի որոշեցինք չափել եւ պարզվեց, որ բավականին բարձր շաքար ունի, գլյուկոզը բավականին բարձր է եւ չգիտեմ ինձ կհիշեք թե չէ, բայց դուք ինձ նշանակել եք այն պրեպարատ, չեմ ուզում նշել անունը, պրեպարատի, կարող եմ ես իրեն այդ նույն տեղից տալ։ Մեկ, դե բնականաբար պատասխանը, որ իհարկե ոչ, որովհետև ես այսքան տարիների փորձս կարող է նշել, որ ես երբեք չեմ հանդիպել երկու միանման շաքարային դիաբետով պացիենտ, չկա այդպիսի բան, բոլորի մոտ ընթացքը տարբեր է ու կապ չունի, որ իրենք ամուսիններ են, բոլորի մոտ ընթացքը տարբեր է եւ հաճախ գալիս են ասում են, գիտեք, հարևանս խմում է այստեղը, իրան այնց լավ օգնում է, կարամ ես էլ այդտեղ խմեմ, կամ ես չգիտեմ, այնտեղ դափնու տերևներ եմ եփել, խմել եմ, որոշ ժամանակ շաքարը սիչել է, կլսեք ամեն ինչ, հակառակն էլ է լինում, երբ որ պացիենտին երկար ժամանակ փորձում ենք համոզել, որ որպես դիագնոստիկ ախտորոշման տարբերակ ձեզ ցուցված է օրինակ անել վահանաձև գեղձի պունկցիոն բիոպսիա, մեկ է կտեսնեք, վայ, չէ, ես կյանքում թույլ չեմ տա ինձ անել, չկպնեք, որովհետև ինձ ասել են ինքը կակտիվանա, ինքը կկատաղի ու դրանից մահացությունը ավելի արագ կլինի եւ այլն։ Մի խոսքով ու այսպիսի տարբեր տասնյակ օրինակներ կարելի է բերել, էլ եմ ասում, սոցցանցերի ցավոք վատ փորձը, այո, վատ կողմը մեզ էլ է շատ խանգարում աշխատելուն, բայց փորձում ենք համբերությամբ զինվել ու երկար զրուցելով ուղղակի համոզել, որ կա գիտահեն բժշկություն եւ այդ ամենը բժիշկը չի հորինում։ Գիտություն մենք էլ ենք սովորում շատ ավելի խելացի մասնագետների ուղեցույցների հիման վրա մենք էլ ենք այդ ամենը սովորում, որ հրանցնենք։ Ու պետք չի լսել ինչ որ քոուչի, ով ասում է, եթե դուք օրական քայլ եք այսքան քայլ, հիմա հիշեցի, որ լսեմ, ապա կարիք չունեք շաքարային դիաբետի ձեր դեղորայքի։ Եթե ամեն օր օգտագործեք ես իմ ինչ, ապա կարող եք կիսել դոզան։ Ինչ ասես լսում եք քոուչերի կողմից։ Իսկ կարող եք դուք որպես գիտահեն բժշկության ներկայացուցիչ նշել, թե ինչն է ամենավատն ազդում մարդկանց հորմոնալ ֆոնի վրա, ավելի ընդհանուր կամ մասնավոր դեպքերում կարող եք սննդից նշել, կարող եք ֆիզակտիվությունից նշել, այլ դուք ինչն եք կարծում, որ վատ կամ լավ է ազդում։ Հորմոնալ ֆոնի վրա ազդում են, այո, սննդակարգը, պսիխոէմոցիոնալ ֆոնը, քունը, ֆիզիկական ակտիվությունը, իդեպ եւ նրա քիչ քանակը եւ նրա չափից դուրս շատ քանակը, որոշ դեղորայքներ, իհարկե, եթե այստեղ բաժանենք երկու մեծ խմբի, ինչի մասին ենք մենք խոսում, ֆիզիոլոգիական նորմայի թե պաթոլոգիայի մասին, որովհետև ֆիզիոլոգիական նորմայի շրջանակներում նույնպես կա հորմոնների ճիշտ եւ բուժիչ, ճակերտավոր ասած, բուժական ազդեցությունը, հա։ Օրինակ մենք խոսում ենք ֆիզիոլոգիական նորմայում հղիության ժամանակ ընթացող էնդոկրին տարբեր փոփոխությունների մասին, սեռական հասունացման ժամանակ ձևավորվող ռեպրոդուկտիվ հորմոնալ համակարգի մասին, հետկլիմակտերիկ տարիքում իր սպეციფიკությունը ունեցող եւ պաթոլոգիաների, օրինակ, երբ որ չարաշահվում են դեղորայքային լուրջ խմբեր, կամ նույնիսկ եթե չի չարաշահվում, կան այսպիսի սպეციფիկ պաթոլոգիաներ, երբ որ այլ հիվանդության բուժման առիթով պիտի նշանակվեն հորմոնալ պրեպարատներ, դուք չեք կարող դրանք անել եւ ցավոք այդ բուժման ֆոնի վրա արդեն մենք ինքներս ունենում ենք երկրորդային հորմոնալ փոփոխված ֆոն։
ու արդեն ձեզ մոտ են գալիս դրա հետևանքները ինչ որ եւ դուք ասեցիք, որ հաճախ սննդաբանների, գինեկոլոգների հետ աշխատում են էնդոկրինոլոգները, այդ կապը երկկողմանի կապ է։ Մենք նույնպես շատ հաճախ, որովհետեւ հնարավոր չէ աշխատի էնդոկրինոլոգը, հա, առանց գինեկոլոգի օգնության, առանց սննդաբանի։ Այո, մենք ընդհանուր ինֆորմացիային տիրապետում ենք, օրինակ, երբ պացիենտը գալիս է երկրորդ տիպի շաքարային դիաբետով, հա, երբ պատմում եք սնունդ, ինչ պիտի ուտի, ինչ չպիտի ուտի, ինչը պիտի սահմանափակվի, սովորաբար այդ շղթական նախածանցը ես փորձում եմ չօգտագործել դիաբետով պացիենտների եւ ճարպակալման պացիենտների հետ աշխատելիս, բայց ամեն դեպքում ինչքան էլ որ դուք տիրապետում եք ընդհանուր ինֆորմացիային, միևնույնն է ես սննդաբան չեմ, ես բնականաբար ուղղորդում եմ սննդաբանի շատ հաճախ ճարպակալումով աշխատելու ժամանակ հոգեբանների հետ եմ շատ աշխատում, որպես սննդային վարքագծի խանգարում, այո, երևի թե առաջին տեղում հոգեբանը, հետո նոր մեկ։ Եվ փաստորեն ճիշտ չէ այն էլի տարածված կարծիքը, որ եթե գիրանում ես, նկատում ես գիրանալու միտում, ապա դիմիր էնդոկրինոլոգի, խմիր անհրաժեշտ դեղորայքը, հորմոնալ ֆոնդ հենց կարգավորվի, դու միանգամից կնիհարես, սա շատ էլի պիտի ասեմ, ու շատ կուզեի, որ դա լսելի լիներ լսարանի համար, որ ցավոք հորմոնները հեչ առաջին տեղում չեմ ճարպակալումով պացիենտների մոտ։ Սա մի քիչ միֆ է։ Դա, հա, միֆ չասեմ, բայց հաստատ առաջին տեղում չենք մենք, այսինքն հորմոնները որպես կանոն գիրացման մեջ շատ լուրջ դեր չունեն։ Ոսկե կանոնը գիրացողի, նիհարողի համար, այսպես ասեմ ավելի, դա ստեղծել կալորիայի դեֆիցիտ, այսինքն հիմնականում դա սննդային վարքագծի խանգարումներ են, բայց քանի որ դա նույնպես հիվանդություն է, չի կարելի պացիենտին անընդհատ մեղադրականով դիմել։ Այդ նույնն է ոնց որ պացիենտին մենք ասենք ինքնուրույն քոճնշում իջացրում կամ գլուկոզը ինքնուրույն իջացրում։ Այո, ոչ, դա նույնպես հիվանդություն է, որով պիտի զբաղվի մասնագետը, ուղղակի ճիշտ ներկայացնելով խնդիրը, ոչ թե մեղադրելով եւ վախեր սերմանելով, վստահության այդ մթնոլորտում հաստատ կարելի է հասնել շատ լավ ցուցանիշների։ Իսկ ձեր մոտ դրական պատմություններ գրանցվում են, որովհետև այնքան հուսահատ վիճակ է տիրում, որ ես տարիներով, մենք վատ պատմություններն ենք իրական շատ ավելի հաճախ լսում, որ ես տարիներով 4-5 մասնագետի մոտ վարեցին իրենք իմ հիվանդությունը, խնդիրները եւ ես տարիներով արդյունքի չհասա, փաստորեն լավերը իհարկե գրանցվում են, կան հույս կա, այո, ոնց որ ասում են ռուսները, հա, ради справедливости, պետք է նշեմ, որ հանուն արդարության, որ էնդոկրինոլոգիան հիմնականում քրոնիկ հիվանդությունների հետ գործ ունի, ցավոք, եւ այդ ձեր ասած արտահայտությունը ես երևի թե ամեն երկրորդ պացիենտից եմ լսում, գիտեք ինչքան մասնագետ եմ փոխել, ու այս դեպքում քո դերը դառնում է մի տեսակ ավելի շատ ճակատագրական, պարտավորացնող, ու մեկ-մեկ ասում եմ, գիտեք, ես այնպես կուզեմ, որ ես ձեր վերջին բժիշկը լինեմ, իհարկե հետո ոնց ուր են գնում այդ հիվանդները ճակատագիրը, ոնց է իրանց հետ, չգիտեմ, վարվում, որպես կանոն իրենք շատ երկար են ձեզ հաճախելու, ձեզ մոտ երկար են աշխատելու, հատկապես ճարպակալումը, շաքարային դիաբետը, այն պաթոլոգիաները, որոնք երկարաժամկետ են, սրանք մշտական են, այո։ Մենք սովորում ենք ապրել եւ կառավարել, ապրել դրանց հետ եւ կառավարել ու շտկել անընդհատ, քան մեկընդմիշտ դարձել ձեր, այո։ Շնորհակալություն բժիշկ, մենք այսօր շատ հետաքրքիր եւ օգտակար ինֆորմատիվ եթեր ունեցանք բժիշկ էնդոկրինոլոգ Անուշ Հարությունյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, հուսամելի կհանդիպենք որևէ կարևոր թեմայի շուրջ, էնդոկրինոլոգիան անվերջ է եւ ազդում է ամեն ինչի վրա, դուք շատ կարևոր եք բոլորիս համար։ Շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։